Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության եւ վերացնի ուկրաինական ճգնաժամի պատճառները։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ Ուկրաինան պետք է ամենայն համառությամբ խնդրի ամերիկացիներից հակամարտության լուծում, հաշվի առնելով այն իրավիճակը, որը ձևավորված է իրականության մեջ, եւ անդրադարձել սահմանային գոտու, հատկապես Կուրսկի մարզում իրավիճակին։ Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ այնտեղ իրավիճակն ամբողջությամբ Ռուսաստանի վերահսկողության տակ է եւ այն խմբավորումը, որը ներխուժել Կուրսկը ամբողջական մեկուսացված է։ Դա մեկուսացում է եւ կրակի ամբողջական վերահսկողություն մեր կողմից, ասել է Պուտինը։ ԱՄՆ-ն հասկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կունենան իրենց պահանջները հակամարտության կարգավորման գործընթացում, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Միևնույն ժամանակ ընդգծել է նա, որ Վաշինգտոնը զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված Մոսկվայի եւ Կիևի միջև համաձայնության հասնելու հնարավորության հարցում։ Դուք տեսաք, թե ինչպես ուկրաինացիներն Օվալաձև գրասենյակից հետո եկան Ջիդա, որտեղ մենք պետքարտուղար Ռուբիոյի հետ էինք եւ տեսանք նախագահ Պուտինի մամուլի ասուլիսը։ Իհարկե երկու կողմերն էլ կունենան իրենց պահանջները եւ իհարկե երկու կողմերն էլ պետք է որոշեն փոխզիջումների գնալ, ասել է Ուոլցը Fox News-ին տված հարցազրույցում։ Ուկրաինական հարվածներից հրդեհ է բռնկվել Туапսեի նավթային պահեստի տարածքում, հայտարարել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետը։ Սոչի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ավելի ուշ, ռուս ավիացիան հայտարարել էր Մերձմոսկովյան Վնուկովո եւ Կալուգայի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլում կայացած բանակցությունների ավարտին համատեղ հայտարարություն են ստորագրել։ Փաստաթղթում նշվում է, որ բանակցություններն անցել են բարեկամության, փոխըմբռնման եւ վստահության մթնոլորտում։ Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ եւ բելարուսա-ռուսական լայնածավալ գործակցության հետագա զարգացման հեռանկարային ուղղությունները։ Նախագահները նաեւ հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Բելարուսի փոխադարձ անվտանգության մասին պայմանագիրն այսօր մտել է օրինական ուժի մեջ։ Ռուսաստանի նախագահը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիները կկարողանան մասնակցել երկու երկրների տեղական ընտրություններին, թե որպես ընտրող, թե որպես թեկնածու։ Լուկաշենկոն էլ հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված նոր իրավիճակը։ American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի շարժիչում հրդեհ է բռնկվել, երբ այն վերաուղղորդվել է Դենվերի օդանավակայան։ Բոլոր ուղևորները եւ անձնակազմի անդամները տարհանվել են վթարային ելքերով։ Դենվերի միջազգային օդանավակայանից հայտնել են, որ 12 մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հրդեհը մարվել է, միջադեպի պատճառները հետաքննվում են։ Սիրիայում անցումային շրջանը կտևի 5 տարի, ասված է Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման հանձնաժողովի հայտարարության մեջ։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ Աշշարան ավելի վաղ ստորագրել է անցումային շրջանի սահմանադրության նախագիծը։ Աշշարան հայտարարել է, որ երկրում անցումային շրջանի ավարտի համար առնվազն 4 տարի կպահանջվի։